Հիմա փորձեմ իմի բերեմ, գործընկերներս ներկայացրեցին նաև ոչ միայն կոնկրետ ԲՀԿ-ի հետ կապված հաշվարկի խնդիր, այլ նաև այլ խախտումների հետ կապված խնդիրներ։ Ուրեմն սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարանին տալիս է անվավեր ճանաչելու դեպքում 3 լիազորություն։ Սրան եմ ուզում անդրադառնամ ու ավարտեմ։ Ես գտնում եմ, որ Սահմանադրական դատարանը պետք է օգտվի այն լիազորությունից, որով պետք է վերաքվեարկություն նշանակի ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում, որովհետև խախտումները այնպիսին են։ Վերաքվեարկություն, ներողություն, որ լիազորություն։ Որպես ասում, անվավեր ճանաչել ընտրության արդյունքները, կամ որպես այլ ընտրության արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգ։ Վերաքվեարկություն կարծես։ Ну, որ անվավեր եք ճանաչում, ինքը ուզենք չուզենք օրենքի իմաստով, էլի, այսինքն դեղ ասում ճանաչումը անվավեր որոշումը, անվավերը ճանաչում։ Հա, ավտոմատ այդ ընթացակարգը, եթե չեմ սխալվում 20 օր հետո կամ ոչ ավելի ուշ, նշանակվում է ընթացակարգ, անվավեր ճանաչել ամբողջ Հայաստանում դրանով ավարտվում է։ Երկրորդ բանը, որպես այլընտրանք, սա այս մեկը ոնց որ էլ մաթեմատիկորեն հաշվարկված է, այլընտրանք չկա, Սահմանադրական դատարանը, եթե առաջինը իրականացնում է, ասում այն մնացած թվերը պարզ չեն, պարզ է, բայց եթե դա չի իրականացնում, թվերը պարզ են, ապա միանշանակ է, որ ԲՀԿ-ն ստանում է 4%-ը գերազանցումը, այդ ժամանակ խնդրում եմ Սահմանադրական դատարանին կիրառել այն երկրորդ լիազորությունը, որպես այլընտրանք անվավեր ճանաչել արդյունքները եւ սահմանել մանդատների բաշխման կարգ, ապահովելով դիմումի կողմից մանդատների ստացումը։ Ըստ էության այլընտրանքային որոշման դեպքում կլինի, որ Սահմանադրական դատարանը կասի, որ ԲՀԿ-ն ստացավ փոքր բրոնզը։ Այսինքն կլինի, որ ըստ հաշվի առնելով այն թվերը, որոնք կան, ընդ որում այս երկրորդ որոշումը կարող է կայացվել ինչպես պնդելով, արձանագրելով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասություն չուներ անվավեր ճանաչել այդ տեղամասերում ընտրության արդյունքները, օրինակ արձանագրելով 48.1 հոդվածի սահմանադրական հակասահմանադրական մեկնաբանությունը կամ տալով դրան այլ մեկնաբանություն դրա լույսի ներքո մեկնաբանելով եւ տալով դիրքորոշում կամ անվավեր ճանաչելով այդ հաշվարկի կարգը, որտեղ անվավերները գումարվում են եւ ստացվում է արդյունք։ Եթե դրանք տեղի չի ունենում, նշանակում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ որոշում է կայացրել վերաքվեարկություն սահմանելու փոխարեն հաստատել է մանդատների բաշխման կարգ, իսկ այդ դեպքում ընդհանրապես անվավեր է ճանաչվում ընտրությունների արդյունքները։ Եթե հարցեր կլինեն, պատրաստ եմ պատասխանել, այսքանով ավարտեցինք։ Շնորհակալություն, ըստ քննչեմ։ Մենք կարծես թե ավարտեցինք դիմողների բացատրությունները եւ հիմա պատասխանողինն է հերթը Պարոն Հակիմյան, համեցեք, ներողություն, պատասխանողի համար նախատեսված է 1 ժամ 30 րոպե, դուք որոշեք ինչ հերթականությամբ եւ հարակից պատասխանողների համար 30 րոպե։ Պարոն Դրամյան, ինչ որ բան եք ուզում ասեք։